Մանրամասներ են հայտնի դարձել Բաքվում կայանալիք հուդայական ռաբիների Եվրոպական կոնգրեսի չեղարկման պատճառների մասին։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը։ Արտյոմ, ինչն է ստիպել Ալիևին հրաժարվել դրանից։ Հիշեցնեմ, ռաբիների այդ համաեվրոպական կոնգրեսը Բաքվում պատրաստվում էին անցկացնել նոյեմբերի 3-ից 6-ը եւ այն պետք է դառնար առաջին ռաբիական կոնգրեսը, որը անց է կացվում մահմեդական երկրում։ Ավելի քան 600 հյուր էին սպասում բարձրաստիճան հոգևորականներ, պետական, քաղաքական գործիչներ, եվրոպական պետություններից, Միացյալ Նահանգներից, այլ պետություններից, այդ թվում նաև Իսրայելից, ընդ որում նաև կառավարության անդամներ, մասնավորապես Սփյուռքի հարցերով նախարարն էր պատրաստվում ժամանել Բաքու եւ ժառանգության հարցերով նախարարը։ Եվ ահա այդ միջոցառման կազմ կոմիտեն տարածել է հաղորդագրություն, որում ասվում է. մեծ ափսոսանքով հայտնում ենք, որ կոնֆերանսը հետաձգվում է մեզանից չկախված պատճառներով, որևէ պատճառաբանություն չեն ներկայացնում։ Հետաքրքիր է, որ այդ կոնֆերանսը մինչ այդ նախատեսվում էր անցկացնել Բոսնիա եւ Հերցեգովինայում, Սարայևոյում այն պետք է անցներ հունիսին եւ նույնպես չեղարկվեց, նույնպես որևէ պատճառ չէին ներկայացրել։ Դե իրականում պարզ է, որ Գազայում տեղի ունեցած իրադարձություններից հետո Իսրայելի համբավը աշխարհում զգալիորեն տուժել է, Միացյալ Նահանգներում հարցումների համաձայն ավելի քան կեսը բնակչության համարում են, որ Իսրայելի արածը մարդկության դեմ հանցագործություն է, Եվրոպայում բազմաթիվ պետություններում բացահայտ աջակցություն են ցուցաբերում Պաղեստինին, եւ այս պայմաններում Իլհամ Ալիևը գիտակցում էր, որ այդպիսի կոնֆերանս Բաքվում անցկացնելը պես բացասաբար կազդի Ադրբեջանի միջազգային համբավի վրա։ Մյուս կողմից նրա համար կարևոր էր Նետանյահուի հետ իր բարեկամական հարաբերությունները եւ Իսրայելի հետ ռազմավարական այդ դաշնակցային հարաբերությունների զարգացումը։ Այսպիսով դիլեմայի առջև էր նա հայտնվել եւ արդյունքում որոշեց, որ ամեն դեպքում հավանաբար համբավը ավելի կարևոր է։ Բայց արդյոք համբավն էր այստեղ ամենակարևորը։ Իհարկե ոչ միայն համբավը, օրինակ իսրայելական Էդիոտ Ախրոնոտ թերթի տեղեկությունների համաձայն գլխավոր գործոնը անվտանգության երաշխիքների բացակայությունն էր եւ կային տեղեկություններ այն մասին, որ այդ կոնֆերանսի ժամանակ կարող էին ինչ որ անախորժություններ եւ սադրանքներ տեղի ունենալ։ Իդեպ նշեմ, որ Բաքվում վերջին ամիսների ընթացքում մի քանի ահաբեկչության կամ սադրանքների փորձեր են կանխվել Իսրայելի դեսպանության եւ հուդայական սինագոգի դեմ։ Եվ այս դեպքում եւս կային տեղեկություններ, որ նման բաներ կարող էին կրկնվել։ Իրանի հոգեվոր առաջնորդի միջազգային հարցերով գլխավոր խորհրդական Ալի Ակբար Վելայացին հատուկ հայտարարություն էր տարածել, որում դատապարտել էր Բաքվում այդ կոնֆերանսի անցկացման մտադրությունը եւ Վելայացին վստահություն էր հայտնել, որ իր ադրբեջանցի եղբայրները հավատացյալ շիաները թույլ չեն տա, որ այդ կոնֆերանսը անցնի Բաքվում եւ այդ կոնֆերանսը որակել էր որպես ողջ իսլամական աշխարհին նետված մարտահրավեր եւ շիական աշխարհի վիրավորելու փորձ։ Եվ իսկապես սոցցանցերում վերջերս տարածվում էին արտերկրում ապրող ադրբեջանցիների կոչերը Ադրբեջանում ապրող հայրենակիցներին ուղղված, այսինքն որպեսզի նրանք կանխեն այդ միջոցառման անցկացումը։ Որոշ տեղեկությունների համաձայն կային խմբեր, որոնք պատրաստվում էին կոնֆերանսի ժամանակ ինչ գործողություններ ծավալել։ Հավանաբար դա եւս նշանակություն է եւ դեր է ունեցել։ Արտյոմ, արդյոք Թուրքիան դեր է ունեցել այս ամենում։ Կարծում եմ գլխավոր պատճառը իհարկե հենց Թուրքիայի դերն է եւ Իլհամ Ալիևի վրա Էրդողանի անձնական ճնշման հետևանքն է այս կոնֆերանսը չեղարկելու որոշումը։ Էրդողանի դուրը չի գալիս, որ Ալիևը շարունակում է Նետանյահուի հետ այսպես տարօրինակ խաղալ։ Հիշում ես երկու անգամ Թուրքիան արգելել էր իր օդային տարածքը օգտագործել իսրայելցի պաշտոնյաների ինքնաթիռներին դեպի Ադրբեջան տեղափոխվելու համար։ Մի անգամ նախագահի ինքնաթիռին արգելեցին Բաքու մեկնել COP29-ին մասնակցելու համար։ Երկրորդ անգամ Իսրայելի վարչապետը չկարողացավ Բաքու մեկնել պաշտոնական այցի, քանի որ Թուրքիան իր օդային տարածքը արգելել էր օգտագործման իրավունքը տալ։ Եվ այժմ վերջին շաբաթների ընթացքում Թուրքիայում եւս բողոքի ալիք էր բարձրացել այդ կոնֆերանսի դեմ,
հայրենիք կուսակցության առաջնորդ հայտնի հայատյաց գործիչ Դողու Փերինչեկը բաց նամակով դիմել էր Իլհամ Ալիևին, հայտարարելով, որ այդ կոնֆերանսի անցկացումը բիծ է Ադրբեջանի վրա, որից երբեք նրանք չեն կարողանա ազատվել։ Իսկապես Թուրքիայում վաղուց արդեն աճում է, այսպես Ադրբեջանից զայրույթը Իսրայելի հետ այդ հայտնի խաղերի պատճառով։ Ամռանը եւ Գառնանը Ստամբուլում մի քանի բողոքի հակաադրբեջանական ցույց էին անցկացրել Ադրբեջանի պետական նավթային կորպորացիայի գրասենյակի շենքի առջև եւ Ադրբեջանի հյուպատոսության շենքի առջև բավական բազմամարդ ցույցեր էին եւ այդ ցույցերի մասնակիցները այսպես վերափոխում էին Հեյդար Ալիևի հայտնի ասացվածքը երկու պետություն մեկ ազգ նրանք վանկարկում էին երկու պետություն մեկ դավաճանություն մեղադրում էին Իլհամ Ալիևի վարչակազմը եւ Ադրբեջանի պետությունը հանցագործների մարդասպանների հետ համագործակցության մեջ եւ առաջարկում էին ընտրել կամ Թուրքիայի հետ եղբայրություն կամ Իսրայելի հետ բարեկամություն Եվ այդ ժամանակ թուրքական մամուլում շատ ուշագրավ վերնագրերով հոդվածներ էին լույս տեսնում մի քանիսը մեջ բերեմ Ադրբեջանը առնչություն ունի Գազայում ցեղասպանության հետ Ադրբեջանի իշխանությունները գործարքի մեջ են սիոնիստական ռեժիմի հետ Բաքվում շատ ցավոտ էին ընդունել այս ամենը եւ մեկնաբանելով այս իրադարձությունները Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը հարցազրույցում հետեւյալն էր ասել մեջբերում եմ նրա խոսքերը այդպիսի մեղադրանքները մեզ վիրավորում են իբրև եղբայրների սխալ է այդպես վարվելը մենք նեղանում ենք ասել էր Հիկմետ Հաջիևը եւ այս արճակատումը Թուրքիայի եւ Իսրայելի միջև Ադրբեջանի համար իսկապես լուրջ խնդիրներ է ստեղծել, քանի որ ի վերջո հենց այդ արճակատման հետևանքով Ալիևին չհաջողվեց ձևավորել այդ եռակողմ դաշնակցային այդ միավորումը, որի հետ Ալիևը շատ մեծ հույսեր էր կապում։ Կարծում եմ դա Հայաստանի քաղաքական շահերից բխում է եւ մեր դիվանագիտները կարծում եմ դա փորձում են օգտագործել։ Շնորհակալություն Արտем։